ու պուկցի-պուկով որ դու չէի ճանաչել, հիմա պետք պատմեմ մի հատ երեխայի մասին, որ ուղղակի պրոստը քայլում էի փողոցում, այս երեխան ասաց. «Մամ, Չարուկը, ոյ ասի, այս երեխան ինչ ճանաչեց»։ Բայց ոնց առաջի մարդն է եղել, որ ինձ պրոստը տեսել, ասել է Չարուկը։ Ոչ ձեն, ոչ բան։ Հա, ասում եմ, բալես, ոնց ինչ ճանաչեցիր։ Ասեց, «Ես անդուր քթիցդ»։ Բոլորինն է ծանր գրիմ, որտեվ բոլորինը հավաքվում է քիթ։ Յուրաքանչյուր ծառայող գիտի, որ ամենավատ օրը ծառայության այդ առաջի օրն է, երբ որ գնում են։ Ու այդ օրը տենց ճնշված, տենց տխուր, տենց ցուրտ, տենց ծածկված եմ մի կերպ ու տենց արթնացնում է մեկը, առավոտը արթնացնում է, դաշկես բացում եմ, տենում եմ Փիրումն է բանակումի։ Արդեն Արցախում պատմեմ, որ այս Փիրումի մասին պատմություն, մեկ է Վարոսն այսպես։ Այս Չարուկի ներաշխարհն է երևի մեր պրոդյուսերը բանարել, որովհետև մեր Չարուկը ոչ թե չար բաներ անում, այլ մանկական չարություններ, ոչ թե չարը։ Չէ, մենք սիրեցինք Չարուկին, մենք ուզում ենք նայենք։ Ողջույն սիրելի հետևորդներ, դուք արդեն էսել որ երրորդ անգամն ա դիտում եք խոհանոցում հաղորդաշարը, որտեղ մենք ոչ մի բան այսքան ժամանակա ոչ եփում ենք, ոչ թափում ենք, հետոն էլ արդեն չգիտեմ ինչ կլինի։ Խոսում է Երևանը, Երևանն է խոսում։ Ողջույն սիրելի հետևորդներ, ողջունում ենք բոլորիդ։ Ուզում եմ հիշեցնել, որ անպայման բաժանորդագրվենք, եթե բաժանորդագրվել եք, անպայման լայքեք, եթե լայքել եք, անպայման կոմենտ գրեք։ Իդեպ ասեմ, մենք որոշել ենք, որ այն մեր հետևորդներից նա ով կգրի ամենահումորային ըստ մեզ, քանի որ մենք կարդում ենք բոլոր մեկնաբանությունները, ամենահումորային մեկնաբանությունը ըստ մեզ կարժանանա շատ լավ մրցանակի։ Խապ ինքնավորել։ Էդ է ուզում ասել, փոքր գաղտնիք բացեմ, հենց տոն ինքը որոշեց, մենք ընդհանրապես նույնիսկ չհասցրեցինք քվեարկել, բայց ինչև է, թող լինի իր ասածը։ Նվերը մնաց իրա վրա։ Պրոբլեմ չկա։ Մեծ մարտախոսում։ Եվ այսօրվա մեր հյուրերն են, տաղանդավոր ու սիրված դերասաններ Մկրտիչ Կեբաբչյանը եւ Արման Սիմիկյանը։ Բարև ձեզ տղաներ։ Լասեք ձեզ ոնց է ասեն դիմավոր։ Սենց չէին դիմավոր։ Սենց մեկ է այրոպորտում բեցից հետո գնում են տես դիմավոր։ Ապեր ամենալավ որ սենց է դիմավորում։ Մենակ են հացի շուտ արա աղովը։ Նայում ենք այս հաղորդաշարը, չենք մտածում, որ մի օր մենք հյուր կգանք, բայց էսի գալ չենք համարում, մի օր երեխեքով նորմալ կգանք։ Տնեցի։ Կգանք սիրուն, հա, տես կնստենք նորմալ բան կանենք։ Բամբաներկով եկեք, բան Բամբայն շամպանյարկով, շամպանյերկով։ միծերի բարձանալով։ Տղեկ, մենք ունենք հավաստի աղբյուրներից տեղեկություններ, որ դուք պատրաստում եք նոր պրեմիերա Պուկ տիպուկ ներկայացումը։ Մի քիչ պատմեք այդ ներկայացումը, ինչ է սպասում մեզ։ Դու սկսի, ես կշարունակեմ։ Սկսեմ լավ, նախ ասեմ, որ Պուկ տիպուկը ինքը մանկական պրոյեկտ է, մանկական հաղորդաշար, ունենք YouTube-ում տենց հաղորդումներ, հիմա արդեն պատրաստում ենք մեծ պրեմիերայի, շատ մեծ, լինելու է գունեղ, երաժշտական, ինտերակտիվ ներկայացում, շատ չեմ ուզի չակերտները բացել, որովհետև Ճիշտ է, մարքեթինգ։ Հա, ես չեմ ուզի, հա, չակերտները բացել, դու ինչ ասում ես։ Ինձ թվում է շարունակ չակերտներն է Հա, ես էլ չակերտները բացեմ, ուրեմն ներկայացումը սկսում է նրանով, որ Չարուկ ուզում է։ Հա, սաղ պատում է, չէ՞։ Չէ, նախ ուզում եմ նախագծի մասին խոսամ, նախագիծը շատ սիրված նախագիծ է ու ես որպես մեր տանը երեխաներ, ովքեր որ տանը երեխաներ ունեն, վստահաբար եթե այդ են դիտում, հանգիստ ես լինում, որովհետև նախ նախագիծը ամեն ձևով տենց ստուգված, բառը, տեքստը իմ կերպարի անունը Չարուկ է, բայց Չարուկ անգամ իր այդ չարությունները Սիրուն անում։ Հա, սիրուն անում է նենց որ Էդի չի դառնում որ չարություն, այդ դառնում է երեխու մանկական այն չարությունները նախ այս մասով, իսկ հետո ես ինչի որպես հիմա նախագծից դուրս խոսեմ, որպես կողքից մարդ, Պուկ-տիպուկը ինձ այնքանով է դուր գալիս, որ այս նախագծում ինչքան էլ որ մանկական է, երեխաներին չի փորձում դաստիարակել ու սովորեցնել, որ ասի, այ սա սխալ ես անում, սա չի կարելի անել, որտեվ օրինակի համար, երբ որ երեխան աղբա թափում, կանֆետի թուղթը գցում է, այդտեղ երեխայի կարծիքն էլ կա, որ ասում են աղբը մի խի ես թափում, ասում է, բայց սա աղբ չի, սա կանֆետ էր սրա մեջ, այսի չի կարա աղբ լինի, այսինքն երեխայի տեսակետն էլ կա տեղ, որ երեխան ասում է, բայց ես չարություն չեմ արա, հիմա ինձ մի սովորացրա, որ ես սխալ եմ, տեսակետն էլ կա, երեխան իր տեսակ, մենք չէ, բնականաբար սցենարական
Այն վերևները, Վերևնդեղ։ այն վերևները իրանք են իհարկե այդ տենց մտածել, մենք դրա մատուցողն ենք, բայց իս դուր է գալի, որ ես այդ եմ մատուցում, որ երեխաներին չենք փորձում սովորեցնել, որ այդ մեծերին էլ է հետաքրքիր, որ տեսակետը ունի երեխան, որ սա աղբ չի, սա կոնֆետի թուղթ է, սա այդ ոնց համարվեց որ աղբ, ու գալիս ենք դրան, որ սա աղբ է ու սենց Այդքանով այս նախագիծը իմ համար տենց իմ համար ու վստահ եմ բոլոր մասնակիցների համար տենց շատ կարևոր ու լավ նախագիծ է ու հիմա այս նախագիծը արդեն այսքան տարիներ հետո բեմ է դուրս գալու ու ներկայացում լինելու ու երեխաները արդեն կարող են գալ շփվել, առերեսվել, տեսնել իրանց սիրած հերոսներին արդեն բեմում տեսնել նոր պատմությունով ու տենց հրաշալի տենց ոնց որ շոու ծրագրով, որովհետև սցենարիստը Էլի են վերևներից ունես բաներ են գրել, որ ասված գիտի ոնց են խաղալու կերպարները։ Ոնց են տակից դուրս։ Իդեպ կերպարի մասի որ խոսեցիր, ես այսօր բացահայտում եմ իմ համար, ես տեսել էի ինչ որ կադրեր տեսել եմ, չեմ ասում լրիվ տեսել էի, բայց կյանքում մտքովս չէր ասի, որ այդ կերպարը դու ես խաղացել։ Այսօր Անդոն ինձ ասեց, որ Մկոնը ասում եմ հնարավոր չի, որ արդեն ուզում եմ հակառակը ապացուցել։ Հիմա կարա պատմեմ։ Ուրեմն կանչում են ինձ այս նախագծի քաստինգին, գնում եմ, տեսնում եմ լիքը դերասաններ կան, բայց ինձ ասվել է ժամը 1-ին ու ժամը 1-ին սկսում է քաստինգը։ Գնացել եմ ու ընդհանրապես գաղափար չունեմ ինչա կատարվում, ինձ ասում են մի հատ Չարուկա կերպարյանն, այս տեքստերը ասա, ասում եմ, անցնում է մի 20 րոպե, ասում են դե լավ, ու ես գնում եմ։ Դրանից հետո զանգում են, ասում են Մկո ջան, դուք հաստատվել եք այս դերի համար, ասում եմ, բայց ես չեմ ուզում։ Ասում եմ, այդ աղջիկը որ զանգել, ասում եմ, մի վարքյան, սս շատ տագնապած, անջատում է ու ավելի տագնապած Անդոն, ոնց թե չես ուզում։ Ասում եմ, բարը ձեզ դե չգիտեմ, այս ինչ նախագիծ է, չեմ Մարդուն ասել եք, այս կարդացել Կարդացել եմ, հիմա ասում եմ, քեզանից հետո պրծել է քաստինգը, չեն կարել քաստինգը, ասում եմ, ոնց թե չես ուզում։ Ասում եմ, դե Ես ուրիշ բան եմ։ Չեմ ուզում իմ դեմքը երևա, չեմ ուզում ես որ երևա որ ես եմ։ Ասում եմ կփոխենք կերպարը։ Անես կանենք անճանաչելի կլնես, ասում ես չես ստացվում։ Ու տենց արկում են անճանաչելի ու ես Գյումրիում եմ նկարահանումների, ասում են Անդոն զանգում, ասում եմ Մկո ջան, կգաս որ տենց քթից չափս վերցնեն, ասում եմ ֆիզիկապես չեմ կարա գամ, որտեվ Գյումրիում եմ։ Ասում եմ դե բա հիմա քիթդ բան, ասում եմ դե մեծ քիթ ասա Անդո ջան, ասում մեծ քիթ սարքեմ։ Մեծ մետր պայի կողքը ուղարկի։ Ասում եմ մեծ քիթ։ Ոբշեմ ու Անդոին ասում եմ, Անդոն փոխանցում է Գրիմյորին, Գրիմյորը սարքում է ու զանգում է ինձ էլի տագնապած, ասում է Մկո ջան քիթը սանքել եք այնքան մեծ ա եղել։ Այն ինչ մեծ քիթ ա եղել, չգիտեմ, ախր ոնց պետք է անենք, բան Անդոնն էլ ընդեղից է ճնճնշում է բան։ Ասում եմ դե հիմա ինչ անեմ ես, ասում եմ խնդրում եմ արի, որտեվ այնքան մեծ ա եղել քիթը, այնքան մեծ ա, չգիտեմ ինչ Արի քթի պրեմիերկի։ Հա, գնում եմ քթի պրեմիերկի, սենց իմ համար տենց հանգիստ նստում եմ, բերում են քիթը դրում եմ, վայ, ես ինչ փոքր եղավ։ Կապած մի հատ էլ հետաքրքիր պատմություն կա, առաջին նկարահանման օրն ասեն շատ դաժան անցել ու բոլոր կերպարները ունեն քթեր։ Հիմա այդ գրիմյորն էլ տենց խառը հերթով սես բոլորի քթերը մաքրում, հա, ինչ խոսք։ Չէ, սես մաքրում է, բա, սես Մկոյնը արդեն մաքրել էր։ Ես իմ քիթը արդեն հանել էի։ Հա, ու սենց այդ խառը վիճակում սես նայեց Մկոյնը ասեց, հեսա իրան պրծնեմ քոնն էլ մաքրեմ։ Չէ ջոգե որ։ Իմն է էսի։ Ասես գեշը արդեն իմն է ու պուկցիպուկով որ դու չէի ճանաչել, հիմա պետք պատմեմ մի հատ երեխայի մասին, որ ուղակի պրոստը քայլում էի փողոցում, այս երեխան ասեց. «Մամ, Չարուկը Ոյ օրասի ես երեխան ինչ ճանաչեց, բայց ոնց առաջին մարտն է եղել, որ ինձ պրոստը տեսել, ասել է Չարուկը։ Ոչ ձեն, ոչ բան։ Հա, ասում եմ, բալես ոնց ինչ ճանաչեցիր, ասեց, ես անդուր քթից եմ։ Բռնցրել է, էլի։ Մեկ էլ մի հարց էլ կա, ներկայացման որ մենք գանք։ Մեզ հետաքրքրող բան կտեսնենք։ Քեզ որ գնաս հասնի։ Ես գիտեմ որ ես կտեսնեմ։ Ես ի նկատի ունեմ մեր հասակ, այսինքն երեխաներ չեն։ Երեխաներին բնականաբար ներկայացումը, քանի որ դա երեխաները մենակ չեն գալու, իրանց ինչ որ մեկը ուղեկցելու է, լինի մեծ քույրիկ, մամա, պապա, տատիկ, կեսուր, տալ, տեքր, բան։ Փորձել ենք, հա։ Այդ ոնց է տալ տեքրների մասով հետաքրքիր բան կլինի։ Տալ տեքրների մասով առանցին գիծ կա, տիպը չարք։ Հա, բայց իրականում իսկ բայց իրականում ներկայացումը այնպես չի որ հենց մենակ երեխաների համար մենք գիտենք որ ուղեկցողներ են լինելու երեխաներին ու փորձել ենք շատ ինչ որ տենց մանկական կամ ինչ որ տենց
բան չլինի։ Հենց որ ով որ դահլիճում ներկա է, բոլորին հետաքրքիր լինի այն ինչ որ կատարվում է։ Թե ներկայացման գիծը, թե շոու էֆեկտները, թե ինչ որ կա, կարծում եմ բոլորին հետաքրքիր ներկայացում է լինելու։ Պրեմիերայի օր կա արդեն որոշված ամիս։ Ներկայացումները լինելու են հուլիսի 18-ին, 26-ին ու տարբեր ժամերի, երբ ծնողներին կամ նույն տեքերներին երբ հարմար լինի, 13:00-ին 16:00-ին ու 19:00։ Ինձ թվում է 19:00-ն տեքերների ժամանակ Հենց երեք բանը ոնց որ մամա պապաները կբերեն դա առավոտը տատի պապի։ ու սենց ասեմ, ինձ թվում է այս ներկայացումներից է, որ եթե այն որ տատիներն ասում են, այ երեխեքին տարեք գլուխներս մի քիչ խախանդվի, հետո գալու են տատիները իրանք նայեն ներկայացումը, իրանց գլուխը խախանդվի, գնան ասեն, տունը մենակ մնալով չի գնացեք ձեր գլուխն է խախանդվի, այդտենց ինչ որ բան է, որտեղ ներկայացումը ամեն դեպքում որպես կառուցվածք ինքը ունի ինտրիգները, այն ինչ որ պետք է այդ վայրի վերումները կա, բայց ինքը շատ բարի, շատ խաղաղ, շատ sense էմոցիոնալ բավականություն ստանալու մասին է, էլի, որովհետև հիմա կան սերիալներ որպես ժամանց, որ դիտում ես այդ սերիալը, սկսում ես այնքան ապրումակցել, որ ասում ես հիմա չգիտեմ, ես իմ դարդը լացեմ, թե իրանց դարդը լացեմ։ Ներվ ա մտնում։ Ներվ ա մտնում։ Իսկ ստեղ այդ էլի կա այդ զարգացումները, բայց ինքը այնքան հանգիստ է, այնքան բարի է, որ տենց բավականություն է ստանում անգամ Չարուկի առաջարություններից կամ մյուս կերպարների ինչ որ տենց չակերտավոր տառապանքներից։ Դռնակ Production-ը ներկայացնում է Սպասված պրեմիերա, գունեղ, երաժշտական, հումորային, ինտերակտիվ ներկայացում, զվարճալի արկածներ և անակնկալներ, գեղեցիկ պատմություն ընկերության, քաջության ու բարության մասին, հուլիսի 18-ին և 26-ին, սիրով հրավիրում ենք ձեզ Սունդուկյանի անվան թատրոն, տոմսերը կարող եք ձեռք բերել տոմսարկղ.am կայքից, գործընկերներ, Team TV, հոլ սեղանի խաղեր Օրինակ իմ տղեն նայում է YouTube-ով էլի։ Հա, ու ամենասիրած կերպարը Չարուկն է, հենց քո կերպարն է, բայց այն հիշում եմ որ բան միջոցառում ունեիք, որ համել գրքի շնորհանդեսներ, չէ, ժամանակ բերել էի, հələ մի քիչ քանի 5-6 տարեկան էր մարկը, չճանաչեց, որ բան եղել, դες մի քիչ վախեցա, բանսից խառնվել, ասում եմ ինքն է, ոբշե գնա ինա Չարուկն է, բան դե ջոկել էր, որ ինքն է, բան, բայց այն որ տենց ուրիշ ձև էր մի քիչ պատկերացնում։ Ինքը չգեկրանից են կողմ չի պատկերացնում, կենթանի շփում է, ասում։ Հիմա բացի ներկայացումից, էլի տենց էկրանավորված, ինչ որ տենց թե YouTube-ում կամ ինչ որ տենց պրոյեկտ կա, որ էլի Հիմա ունենք podcast էլի կերպարներով Չարուկը այս դեպքում ու տիպուկի հետ միասին տենց խոսում ենք երեխաների հետ, ավելի շատ ոչ թե podcast է, այլ Հա, ճիշտ է, ես նայել եմ, հա, որ հարցերը բան երեխեքին զրույց ունենք, որը հենց անկեղծ մեր համար էլ համել ես մանեի փոխարինել տուն ասեմ, շատ հետաքրքիր է Նախ ուզում եմ հիմա հանդիսատեսին ասեմ, երբ որ ձեր երեխաները նայում են, շատ լավ է, ուրախանում են, դուք չգիտեք դրա հակառակ կողմը։ Այդ մինչև հիմա վերջերս գնացել ենք հյուր երեխայի ծնունդեր, մինչև հիմա ձեր երեխայի ծնունդի պատճառով այսպես կալեա կպած։ Չի մաքրել։ Էդի չէ։ Տանջանք է։ Պրոստը այդ կլեները, այդ գրիմը, այդ շորերը, դա շատ ծանր է։ Ես գիտեմ այդ ինչ։ Դու ես պահանջը, որ ունենց անեք, որ ինչ չանաչի։ Դե չէ, կարծում եմ նախագծի պրոդյուսերը մի քիչ տենց ինքը տմարդ անձնավորություն է, ինքն է ուզել որ դժվարացնի, այնց չի, կարար ուրիշ ավելի հեշտ ձևերով աներ, ուղղակի ինքը տենց սիրում է, էլի որ դժվարություններ է ստեղծում թիմի համար։ Ու ասենք հունիսի 1-ին պատկերացնում ենք, չէ, ինչքան տեղ ենք հրավիրված եղել, այդ շոքին այդ շոուերի մեջ ինչքան դժվար ենք եղել, ու կատակով ասում եմ, իսկ կարողա փորձանենք։ Ու բայց եթե մի քիչ համաձայնում ենք, փորձ ենք անել ու այդ ինքը այսպես շատ է սիրում այս նախագիծը, ինքը միշտ ուզում է փորձ լինի։ Այդ մասին էլ էի ուզում հարցնել, այսինքն միջոցառումներ ծնունդների հրավիրվում եք։ Հա, հրավիրվում ենք միջոցառումների ծնունդների կամ ասենք հունիսի 1-ին ինչ որ Մասսայական միջոցառում։ Հա, մասսայական միջոցառումների հարսանիք չեք հրավիրվել։ Հարսանիք հələ որ չեն ուզել, բայց ինձ թվում է, եթե ուզեն օրինակ Չարուկն ու տիպուկը վարել հարսանիքը։ Ոչինչ լիքը երեխեք կան, էլի կարող է իրանց համար հետաքրքիր բան ունենալ։
Հա, երեխեքը ու այդ է ասում, որ երեխեքը ոնց որ քո երեխան որ վախեցել է առաջի հայացքից, բոլոր երեխեքը շատ սիրում են Շարուկին, որովհետև նման է այն մանկական չարություններն անում, որոնք ընդունված սովորական որոնք իրանք երեխեքը իրանք էլ են անում։ Որ ժիվոյա տենում բանը խառնում է։ Բայց տենում են մի քիչ վախենալու հաստա, ոնց վախենա, ես էլ եմ վախենում։ Ես էլ եմ մեկ-մեկ վախենում, բայց հետո քիչ-քիչ սկսում են մերվել, բայց չգիտեմ ինչի Չարուկի ֆենոմենը մի քիչ նանում է, որ Չարուկին ծնողներն են սիրում ավելի շատ։ Դե ինքը հումորային է, որտեվ իր հումորները, իր բաները, այդպես բոլոր կերպարների հետ երեխեքը նկարվում են, ասում են Չարուկին, ասում են մի հատ երեխուց հետո մի հատ էլ մամաներն ու պապաներն են նկարվում Չարուկի հետ, տենց սիրում են։ Դե դա տալերի տեքերների մոմենտն է էլի։ Հա, տալերի տեքերները երեխեքին բերեք, հետո էլ մի հատ է Չարուկի հետ կնկարվեք։ Իսկ Պուկտիկ-Պուկյան ինչ հումորային իրադարձություններ են տեղի ունեցել, որ մնացել են կուլիսներում եւ այսօր կբացահայտեք մեր հետևորդների համար։ Ну, օրինակ ասենք այտենց մասսայական միջոցառումներին ուղղակի հուշում եմ, էլի, ձմեռ պապերի դեպքում շատ է ելում, չէ՞, մորուք քաշել բան, այտենց երեխեք հանդիպել են։ Հա, երեխեքն են, բայց մի միջոցառման էինք, այդ երեխաները անկեղծ ապրում էին հեքիաթով, իրանք գիտեն, որ ես Չարուկն եմ։ Ու իրանք ապրում են այն հեքիաթով, որ իրանք մատուցված է։ Ու կային այդ տարածքում էլի երեխեք, ովքեր էլի գիտեն, որ ես Չարուկն եմ, բայց իրանք Չարուկի հետ փորձում են այտենց վատ պահեն իրանք այդ քաշել բեղը կամ ինչ որ մի բան, բայց իրանք չեն պատկերացնում, որ չեն մտածում, որ սա մարդ է, ով բեղերով է։ Իրանք այնքան հեքիաթով չեն ապրում, որ միևնույն է, թե Չարուկն է կքաշեն բեղը, բայց այդ կոնկրետ այդ երեխեքը գիտեն, որ Չարուկն է ու չվախենալով Չարուկից ապրում են այն հետ հեքիաթով, ինչ որ իրանց ասում են բոլոր հերոսները։ Իրանց համար տենց նորություն անում։ Իրանք հեքիաթի մեջ հայտնվել են հեքիաթի հերոսը։ բայց կան երեխեք, ովքեր տենց իրանց համար միևնույն է, հերոսն է Չարուկն է, օրինակ ու հիմա մի հատ պատմություն, եթե թույլ տաք պատմեմ։ Ակնկալում ենք, ասենց ասեմ։ Թատերական ինստիտուտում նոր տենց սովորում եմ ու առաջին անգամ որ կերպարներով գնում են ինչ որ տենց հյուր։ Առաջին անգամ ինձ ասել են ինչ որ փոխարինող գնամ որպես Spider-Man։ Որպես սարդմարդ պետքա գնամ ու գնում ենք այդ ավտոներից այդ բակից արդեն հասկանում եմ որտեղ խոնարհված մտնենք էլի բան տենց ու ես ինչ շորեր եմ տվել տենց հակել եմ քոլքոլոտած բան ես ինչ շորեր է բան ու տենց գնացինք մտանք ներս մի հատ երեխա եկավ ասես շպոնչո ասես հելի պատը թափով Spider-Man։ Ուզում եմ չկոտրեմ հեքիաթը ասում եմ բալիկ ճիշտ ասած մի քիչ հոգնած եմ։ Հեսա կհելնեմ, բան ուզում եմ նոր ցրեմ։ Մոռանա, էլի։ Ասում եմ դե ուրեմն այդ սենց արա։ Ասում եմ բալիկս ճիշտ ասած սենց եմ եկե ամբողջ ճանապարհը բրծելա։ Հեսա մի քիչ հավաքվի, էլի կանեմ որ էլի ցրվի։ Ասած դու մեռար։ Ուզենքա։ Ու գնաց իր պապային կանչի, որտեղ մինչև այդ ասել էր, էլի պապաս էս ինչ պաշտոնյան է, եթե չհելար պատը գլուխը ջարդելու է, որ չկարացա հելեմ, անկեղծ փորձեցի էլ, որ մեկը հեքիաթը չփչանա, փոխեցել։ արա լուրջ ասի կարող է դե ստացվի։ Կարող է շորի մեջ այդ հազար սենց անեմ, ասի ոյ Ելավ, էլի եղավ։ ու տենց եղավ, բա։ Ու տենց արեցի չկարաց անգա, նայես ներքև ասես մեռար։ Ու գնաց, ասի դե լավ, հեսա կգա ծնողը, ասեմ որ դե իմ ոնց խափենք երեխուն։ Երթվում եկավ այդ երեխու մաման, սենց այդ։ Չեմ հասկանում, ափսոսում եք մի հատ բան գցեք։ Ասում մորքու ջան, որ դու սկսեմ։ Չեմ կարա։ Ասում երեխան ծնունդի օրով էս ազիզորով եկել եք մի հատ պատ չեք հելնում։ Ասում բայց պատ չեմ հելնում, որտեվ չեմ կարում, նենց չի զլանում եմ։ Հելեմ, ասես ես կզանգեմ կբողոքեմ։ Ու երթում զանգել էր այդ ընկերություն, ասել էր ձեր Spider-Man-ը իմիջայլոց, ոչ պատ հելավ, ոչ է ձերից բան գցեց։ Ու տենց զանգել բողոքել էին։ Հիմա համ կա որ երբ որ այդ մուլտ հերոսներին հավատում են, շատ սիրում են, ու կա որ այնքան են հավատում, որ տենց մտածում Մեծերն են հավատում, որ այդ թելը ես հա դեմքիցս սենց հանել եմ այդ մասկեն սենց թրաշում։ Ես թատերականի երկրորդ կուրսի ուսանող եմ 1000 դրամ փող եք տվել ինձ։ Ո՞նց ելնեմ ես պատը։ Ապա երևի իսկական Spider-Man-ը չէ։ Ո՞նց ելնեմ ես պատը։ Հազարով ով է պատելնում։ Այդ ցավը տանեմ այսօրվա շուկայական գներով նայեմ 7000-ից պակաս պատ չեմ։ 1000-ով տնից դուրս չես ելնում, այդպես։
Հələ բայց դու լավ ես բրծե, այդ երեխեն շուն-մուն բաց չի թողել, որ ճարահատյալ հելն է իր պատ։ Ես ասում գնալու է զենք մենք բերի, դու Ես է տենց մտածի։ Ու տենց այդ երեխեքին ասում եմ ով ինչ է ուզում դառնա, մեկը ասում է ես ուզում եմ դառնամ մլյարդատեր, մլյա։ այն կողքինին ասում եմ դու ինչ ես ուզում դառնա, ասես նայեց այս կողքին սծեց։ Շաքստալյոնատեր, յանի դու ավելի ուժեղ տենց գմփցրեց, յուսին ասում եմ դու ինչ ես ուզում դառնաց, փախավ։ Գնացել է բամայի մոտ, ասում եմ այդ Spider-Man-ի շորերով։ Թիվ ասա։ Ասում եմ դու էլ ասա Ֆարդալյանատեր, ինչ ես ներվել, ասում եմ բա դու ինչ ես ուզում դառնաս։ Լացելով ասեց դերասան։ Ասորի գրքե։ Երեխան ամաչեց այդ քանի մոտ որ Ամաչեց ասի ինչքան է ստանալու է։ Դե մենք այն ժամանակ ասում ենք ծիծիլիարդ։ Հա։ Հիմա դերևի երեխեքի մոտ շուտով փոխվել է, հիմա բիթքոյներով են երեխեքը այդպես։ Այս ծիծիլիարդը չկա, դրանից ավելի Բայց պատկերացնում ես այդ երեխու մանկական երազանք էլի, որ ինքը ուզեցել է դերասան դառնալ, հետո տեսել է դերասանին ինչ են Դերասան էլի, ոնց է վար Շեքսպիրյանատեր պատը հելի, բան ձերսը տեսի թող։ Ասեց դելով կեթա մաշոպայություն է գլուխ։ Այ Հա տենց իմ համար մի երկու հեքիաթ անհայտացել է, որ արտիստներ կան լեգենդար, որ դու տեսնում ես մենակ հեռուստաէկրանում, երբ որ առաջի կուրսի ընդունվել, այդ ասում այդ было давно, էլի, շատ հին ժամանակներում Սունդուկյանի բուֆետում հանդիպեցի այդ արտիստների, որ տենց այդ բանի մեջ ես, չէ, այդ արտիստները եւ մեր բուֆետի աշխատող Հայկու շտատին ամբողջ հեքիաթը մի վարկանում ասում «Արի բանես բրծավ էլի հեքիաթը»։ Հիմա այդ երեխա համար է։ Հիմա հեքիաթից եթե թույլ տաս իհարկե։ Իհարկե, տնից ես համբերատար սպասում։ Լավ, ուսումս անհայտ այդ անհետաշխի մի բան դուք պատմեք։ Չէ, ես կգնամ sense, Սա պատմեմ հետաքրքիր է։ Ուրեմն ես ծառայության անցել եմ 2012 թվականին, երբ որ բանակումը դեռ շատ ակտուալ էր, հիմա էլ մարդիկ էլի նայում են, էլի ակտուալ է, բայց շատ հեշտ է իրանց համար կանոն դնեն միանգամից հաջորդ սերիան նայեն, իսկ մեր ժամանակ էդի տենց կոնկրետ ժամ։ հերթական սպասում էինք հերթական սերիային, զարգացումներին ու այդ ժամանակ այլ ընտրանք չկար, բոլորը ուզած թե չուզած, չնայած այդ ժամանակ բոլորը ուզած, տենց նայում էինք։ Ու զորակոչվում են բանակ, առաջի օրն է ցուրտ, ղիամատ ու տենց այդ յուրաքանչյուր ծառայող գիտի որ ամենավատ օրը ծառայության այդ առաջի օրն է, երբ որ գնում են։ Ու այդ օրը տենց ճնշված, տենց տխուր, տենց մի ցուրտ, տենց ծածկված են մի կերպ ու տենց արթնացնում է մեկը, առավոտը արդեն։ Արթնացնում է, ու դաշկես բացում եմ, տենում եմ փիրումն է բանակումի։ Վայ մի արա։ Ասում է հել ախպեր, ասում ընկերս, կներես էլի, անես վատ եմ, աշկես բաներ այրևում, ուզես պարում եմ քնելու։ Էլի սերիանա, չէ, երազիք մեջ։ Էլի էստեղ եմ ձենա տալի, որում եմ տենում եմ էլի փիրումն, ասում եմ ուրասի շվատ եմ ես։ Վայ կմեր։ Ասում եմ փիրում ջան կներես էլի ախպեր, աշկես բաներ այրևում, թող քնեմ ախպեր, ազի տակ քնելու։ Սենց էլի որում եմ ու ջոգեց էս վաղոն ջոգեց որ շատ եմ տակը մնացել։ Ասեց հել թափով էսա մինասը գալիս։ Էլ ասես դες բան, բայց ես ընթացքում այդ հակնվելուց էս բացինկա բան հակնում ու նայում եմ տերում եմ փիրումն է։ Սենց հակնում ասում ճշտով գալիս է մինասը։ Ախպերական բան չեմ արել, չէ՞ վատով շիտոշնի ասած ճշտով հակնում եմ գնում այդ բանակային այնց ով ծառելա գիտի այդ թամամ ուզում եմ պայմ ասում մինասը ուրսավ էսա կգա խայտարա կլենք ախպեր։ Արա ուսած այդ հակնելու ընթացքում քիչ-քիչ ջոկում ասում դե լավ դեսի բանակում չի ես եմ ծառայում տենց բայց խիա փիրում։ Այդ նիտոչկեմ սյոթի ես։ Ու տենց փիրումը վաղոն իմ սերժանտն էր։ Լուսակերտում։ Լուսակերտում, հա։ Այսինքն իրար հետ եք ծառայել։ Հա, իրար հետ ենք ծառայել, ինքը իմ Կոյկեքը սերժանտն ծռում էր։ Հա։ Կոյկեք։ Այ, գիտի։ Ածասա ֆանտաստիկ ուժը։ Մակապ կոտը։ Չէ, բայց ինձ աղաքին տենց ոնց որ ընդհանրապես ուղակի որ իմացավ ես էլ եմ թատերական ինստիտուտն ավարտել։ Սավայ։ Հա, միանգամից ուղարկեց կլուբ, այնտեղ ռադիոհաղորդավարն էի։ Ու տենց պետքա ուղակի դասերից հետո գնայի ու ծնունդը շնորհավորեի, երկեր միացնեի, բան։ Շատ լավ։ 6 ամիս տենց ոնց որ հանգիստ գնացել եմ դասերից հետո իմ հանգիստը տենց վայելել եմ։ Բայց շատ լավ պատմություն էր։ Ու դրա Հա, իրականում։ ու դրանից հետո գնացել եմ տենց այդ պատմությունը այդ արդեն Լեռնային Ղարաբաղում երբ որ ծառայում էի, այնտեղի տղաներին եմ պատմում բան, ու այս պատմությունը պատմելու ընթացքում տենց որ ասում եմ, օրը սենց ուղեղը տենց անջատվում է, էլի այդ իրականությունից ու այդ տեսած
հերոսացույցից իրականությունները ասում որ խառնվում է, ու այդ են պատմում կողքից տողում, որ սենց ոնց որ չես հասկանում ինչա կատարվում, ու ես պատմելու ընթացքում զգում եմ ինչ-որ smart է գնում ես դիմացով, ասում եմ ախպեր, հենց հիմա իմ հետ է տալում, ասում եմ ինչ եղավ, ասում եմ ապավեն է բանակում։ Ու ընդեղ էլ Չալիկյանի հետ ենք ծառայել, իրար հետ տենց կավենի ենք մասնակցել բան, ու տենց ոնց որ այդ պատճառով Արտուրի հետ էլ Արցախից։ Հա, Արցախ Զորամասում կավեն։ Հա, Զորամասում կավեն խաղացինք, տենց Քնից ելնեի Փիրումին տենը, տեղուկը մեր մնայը տեղ ախպեր տեղում։ Դե բա որ դա նույն պատմությունը, այդ ֆիլմի պատմությունը որպես sense անոմալ ինչ-որ պատմություն պատմես ու ջոգես այդ անոմալը հիմա ապավենա գնում։ Շատ լավ։ Այդ էլ ծոր բանակում։ Արտուրը իմիջալից մեր հյուրը եղել է ու բաժլիկ պատմել է պատմություններ, բան։ Այ ինձնից բան չի ասել։ Դաղալա, չէ։ Չէ, դաղալություն է։ Էսի կջնջեք։ Ենթադրել եմ որ Էսի կջնջեք։ Թողին Մի խոսքով գնում եմ արդեն Արցախում պատմում եմ, որ այս ֆիլմի մասին պատմություն եկե Վարոսն այսպես։ դե Չի պատմել։ Արման ջան, խոսքը չա կարող կտրեմ։ Ջուրավաս կանից է, այստեղ են ինչ տեսել խոտո թող խոսա։ Իսկ դուք եք այսօր քիչ խոսում ինչ-որ։ Իսկ այսօր մկոյի խոսալորն է, հա, խոսամ։ Ընդհանուր առմամբ մկոյի բենեֆիսն է, բայց խոսքը սիրով ասում ալավերդին քեզ Արման ջան։ Թե ինչ ասեմ, մենք առասարակ ուր գնում ենք միշտ մկոյի բենեֆիսն է, որ ասեմ ավելին, որ գնում ենք ասենք փորձի, բայց ես կարող եմ Արի հետո։ ասած, Բայց լավ լավ փորձ են ընթանում, հագեցած, չի խանգարում մկոնը Չէ, բայց ընդհանրապես։ անկեղծ եմ որ ուզում ենք սս մի քիչ փորձեմ, որ մի քիչ է ուշ սկսենք ինչ-որ հոգնած ենք բան, որ սս իշտ մենք ծխենք որ բարձան փորձես մեկ աղբորպես մի 10 րոպե մի հատ պատմություն պատմի հանգստանանք ու մկոն մտնում է հեսա էսի պատմում եմ սկսենք ախպեր ու տենց մի 10 րոպե գցում ենք մկոյի վրա Ու տենց եթե հանգացես հաղորդումը վերջացա բողոքներ եկավ, դա ոնց են գցում վրա։ Դե դուք մտածեք պրեմիերան հանձնվի այդ տեմպերով։ Չէ, պրեմիերային պատրաստում ենք մաքսիմում լուրջ, եթե իրականում դե բնականաբար շոքա դժվար է, հոգնում ենք, խառը բացի այդ նախագիծը ուրիշ նախագծեր կան, բայց ամենակարևորը իմ համար որպես դերասան այս նախագիծը առհասարակ այնքան լավ է, որ մասնակիցները, դիմահարդարները բոլորը լավ մարդիկ են։ Այս միակ նախագծերից է, որտեղ ներվ չկա, մարդկանց մեջ ինչ որ տենց փոխհարաբերություններում անառողջ հարաբերություններ չկան ու բավականություն ես ուղակի ստանում։ Ոնց որ քո ընկերների հետ ամեն օր որ կգնաս հանգստանալու, այդ հանգստանալու մարդկանց հետ աշխատում ես ինչ որ նախագծի շուրջ։ Այդ շատ կարևոր է։ Ուժեղ արդյունք կա։ Հա, այդ անկեղծ չգիտեմ ոնց է ստացվել մեր պրոդյուսերի մոտ հավաքել ու գտնել տենց մարդկանց ու ինչքան նոր մարդիկ են հենց այդ էլ ես էի ուզում ասել ինչքան նոր մարդ է գալիս այդ նոր մարդիկ այնց չի լինում որ մի քիչ մեր օրգանիզմից դուրս լինեն մի քիչ այլ լինեն բոլորը նույն ոնց որ գաղափարը բոլորից նույնն է Թիմային հա այդ գաղափարը թիմի որ մենք հիմա երեխեքի համար լավ բան պետք է անենք ու կապ չունի այդ ինչ գնով ենք անում հոգնելով քրտնելով տանջվելով ու ներքին խոհանոցնել ոնց որ ձեր խոհանոցում, մեր խոհանոցում նույնպես տենց մաքուր, տենց սիրուն մտնոլորտ է տիրում մարդկանց մեջ փոխհարաբերությունները, որովհետեւ դա երանելի բան է, երբ որ դու գնում ես տենց տեղ աշխատելու, այն որ դու սպասում ես երբես գնալու, որ դու ուզում ես։ Հա, անկեղծ չես հոգնում դրանից, էլի։ Այդ փորձերի ժամանակ անընդհատ այն որ ուզում ես խոսաս, ուզում ես շփվես մյուսի հետ, ուզում եք ինչ-որ տենց անընդհատ չի հերիքում ձեր շփման ժամանակը։ Կոպիտ ասած, այնքան սիրուն մտնոլորտ է, որ փորձը խանգարում է մեր շփմանը։ Հա, լուրջ, այդ process-ը խանգարում է այդ մեր փոխհարաբերությունները։ Փոքր ներվ է պետք գցել դրան։ Հա, ու այդ ներվ, չէ, ներվ գծողի հետ կապված, ներվ գծողի հետ կապված, ներվ գծողի հետ կապված չկա ներվ գծող։ Մենք դրա բավականին երկար տարիների փորձ ունենք, ասեմ էլի, ընդ որում այս ինչ որ դու հիմա ասեցիր, այդ ձեր այս մենք որ այս հաղորդումը անում ենք իրար ուղղակի ուշուշ ենք տեսնում, տենց այդ հաղորդումն էլ ենք դրա համար անում, այդ ներվի պայքարն էլ ենք ձևը գտել էլի անել։ Խնդրում եմ ձևը, ինձ խնդրում եմ այդ ձևը ասեք, որովհետև ճիշտ է վճարովի ծառայություն ենք բայց ինչ աշխատել եմ կտամ, մենակ խնդրում եմ ասեք։ Մեկ ուրիշ պրոյեկտներից ուրիշ պատմություններ ավելի շատ ուզենք
Զակուլիսնի։ Զակուլիսնի ինչ պատը, հələ դու ինչ-որ մի բան հիշի, ես այնքան Ես, պատմություն։ Ինչ հիշեմ, հա, ես կարամ հիշեմ, ինձ թվում է մի բան, բայց պրոստը այս մկոյի պատմություններից հետո իսկը ով ինչ պատմի անհետաքրքիր։ Չէ, արա, տենց մի ասա, տենց մի ասա։ Լակաժետ փակի։ Պատի վերջում Դավիթը ես կանեմ։ Մի խոսքով բանն է, ներկայացնում ենք հա Ամանորիա, Santa City։ Խաղում ենք այդ առաջի օրն է, հələ այդ երկրորդ, երրորդ սեանսն է, ասես ռեժիսորը կանգնած է ու այդ կուլիսից ուղիղ տրանսլյացիա կա, էլի բեմ։ Ասես կանգնած ողջավորված նայում, ասես մասսայական պարադեկորներ, ծուխ, ասես ասում հա, շատ լավ է, ասես բարը լավ գնում է, բարը լավ է, ծուխը, կռուգը վազում է կուլիս։ Դու մի ասա գնում ենք կուլիս, տենանք այդ կռուգի ու վարակույրի կնոպկեքը խառնել են իրար։ Ու այդ առաջի տեսարանում հենց մի անգամից վարակույր գնաց։ Վայ։ Ու ամենախնդալուն այդ մարդն էր, որ ասես տեսել ենք որ ինքը կնոպկե խառնել, ասենց ամեն նայում ոնց է քաշում էս կնոպկեն, չի աշխատում այ։ Յանի կնոպկեն է մեղավոր։ Կնոպկեն էր էլի։ Ես դու Կոմիտաս եմ խաղում, Կոմիտասի մասին պատմող տենց ֆիլմ է։ Գնացել ենք Խնձորեսկի եկեղեցում, որը չգործող եկեղեցի է, ու տենց նկարվում ենք ես էլ քահանայի վեղարով, տենց քահանայի շորերով, բոլորը գնում են վերջանում են նկարանում են, գնում են ու դետեղ մնում են մենակ ու դե քրիստոնյա մարդ եմ հիմա եկեղեցում միտեղ լուցկի անգած, այդ լուցկին եմ վերցնում, ուզում եմ ես ինքս մոմ վառեմ, ում եմ վառում, հետո տենում եմ որ կարամ եթե չգործող, հա, ասիկան ինչ որ մարդ չի անելու, ես ինքս որպես քրիստոնյա կարամ ես հավաքեմ վերցնեմ, սենց հավաքում եմ վերցնում եմ, տենում եմ որ դույլ կա, լսում եմ դույլի մեջ, սենց ինչ որ գործ եմ անում ու չեմ տեսել որ այստեղ մի ավտոբուս տուրիստ է եկել մտե եկեղեցի ու լուր նայում են ինձ այսօր։ Ես էլ այդ ընթացքում ես խոնար էդիկ, հեսա շորերով լուսկին եմ վերցնում, մոմ եմ վառում։ Ողն եմ սենց հավասարացնում շատ դուր բան, բայց ես իմ մտքերի մեջ սենց աղոթերով սենց գործ եմ, վռամ տենեմ սաղ նայում են ինձ նկարում են հեռախոսներով։ Որսի, ես ինչ անեմ, եկե բոլորը դեր հայր օրնեցեք։ Որ մի ավտոբուս մարդ ասում է օրնեցեք դեր հայր։ Ասում եմ հիմա ոստվո ժանամ, ես ֆրանս որ բացատրեմ էսի, այդպես բավարարական ֆիլմ է, մի հատ եւ այլ նկարանողներ գնացին։ Ֆրանսիա խաչակնքվեցի ասվեժան գնալիս, խնդրում եմ էսի մի հատ օրնեմ ու էթա։ Ոյ բաս բոլորին ասում դեր օրն է։ Դեր օրն է, ձերս եմ պաչում, բան վատ եմ զգում, սես նայում եմ։ Ոչոք, ես ձեր պաչել է, вообще դա չի գծե, բայց դե հիմա պաչում են, դու պաչել։ Պլաններում չկար, էլի։ Չկար, ասում եմ, սես պաչում են, բան ընդուս մեկ ասում է, դեր այլ եկեղեցին որ թվականի գարուսված է, ասում եմ։ Ընդուս մեկ ասում 1722 եմ գեցես ապրեսով։ Իհարկե, հենց այդ թվականին է գարուսված, ասես գրտիկը տալիս ապրեսով ստեից դուրս։ Մեկ եկել է երեխային գնքել, գուզենք նեյմի դեր հայր բանը, չեմ գիտեր ինձ թրամը բանը ցամքոց պիտ բերենք բան ասում, ասի հիմա ելնեմ վերև դեր հորից ճշտեմ կամ սեմենց, հիմա հոս սպասեցեք բան։ Ու գնացել եմ այս ճոճվող կամուրջի վրա, համ կամուրջն է ճոճվում, ջեբել չկա, ուզում եմ հեռախոսս հանեմ ջեբիցս, ու սենց այդ շորի տակից այսպես մցրել եմ ձերս որ բան անեմ, ու սենց չեմ կարող, համ ճոճվում կամուրջը ու ձերս այստեղ է։ Սև շորի տակից այսեն ուզում եմ հեռախոսը հանեմ, չեմ կարող, ուտենեմ նա աղջիկ նկարում է, ասում եմ, խնդրեմ, քահանայի լեկտի պահվածքը կամուրջի վրա, ասում եմ, այ աղջիկ, ոչ քահանա, ինչ լեկտի պահվածքը, հեռախոսը եմ ուզում հանեմ, զանգեմ, ասեմ, որ սենց բաներից խուսափեմ։ Ես եմ այնքան մինչև նկարնող խումբը եկել է, այդ աղջիկան ասել է, այս մարդը ոչ քահանա է, ոչ լեկտի պահվածք ունի, ոչ բան, հեռախոսն հանե, որ գանք Այդպես մի խոսքով օրնեցի բրծան։ Մկոյի Շատ լավն է։ տաղանդը իմ համար բացահայտում է եղել, նկարում ենք բանը, ալկո բաթլը։ Վայ, էդ ինչ արեց, ես չէի սպասում, դու որ խոսացիր այդ բանը, ես հիշեցի, ու տենց մի հատ տեղ ունենք, խաղ ունենք, որ պետքա զանգի ինչ-որ միտեղ, խնդիր էինք տալիս, ու ինչ-որ մի բան պետք է անի։ Ես կարծեմ հորատող ինչ-որ ընկերություն Հորատող ընկերության պետք է զանգենք, որ թորմեն ու ասեի, որ մենք դիլիջանում հող ունեմ ու ոչմ նավթ եմ գտել։ Հա, պատկերացնում ես զանգում է հորատող ընկերությանը ու բանը
արեմեծան հայերենով տենց Հա, զգացի որ շատ շշում է մոշտի խոսած ու համոզում է այդ մարդուն որ եկեք ասում է իմ հայատը հող առել եմ նավթը կա եկեք փորեք դիանեմ սրանք են խառնել ու ընթացքում բառերն ասում բամբանիեր կա բան իշ բառերն ասում դժվար այսինքն այդ բառերն է պիտի այդ բառերն է պիտի օգտագործեմ ու տենց ասում եմ հիմի եկել եմ տուն ասացան նստած եմ նավթի հոտ եմ առնում Պատունը որտեղ ասում եմ դիլիջանում ասում եմ դիլիջանում նավ չկա ասում եմ հոտը գտի զակով չեմ բանա պահում լիկյորով բան բամբանիեր կա ոբշը ասում գինիք հիմա լիկյորով բամբարեկի վախտը չի ասա ասեմ հոզ եկեք նավթի հոտ կա ոբշը ամբողջ այդ ընթացքում խոսում ենք բան անցնում է մեկ էլ այս մարդը դե ասում է դե ախպեր չկա Հայաստանում նավթ բայց տենց շատ համոզիչ եմ խոսում էլի որ նստել եմ ասում հոտը գտի որ ուզում արդեն չի գա էլի նավթը գտնի հաղորդումը պրծավ գնացինք տուն եկես մարդը զանգել է Բառատս է նավթի պավ հասկանանք հավատացել է էլի Ոզի չայց հավատանք ու տենց էլ այս վերջերս նստեցի տաքսի բան տաքսիստը ասեց իղբայնայ հիմի ասանք բանը վերջնագետը նշած չէ մի չասնենք դեր պրոբլեմը լասի փանչիգա նստի երտանք ես սկսեմ քեզի ճամփեն Ուսանց սաղ ճանապարհին խոսում եմ հետը, տենց ասում եմ, Բեյրութի խոհանոցը խալաս վերջացու այլևս, քակգել է այլևս։ Ուսանց շատ է իրաց բանով խոսում ենք, բան հասանք տեղ, ասում եմ, հոպա ջան կնայես էլի, պրոստը դերասանը ինձ թվում էր, ուզում էի հետաքրքիր էր, հասկացաք թե չէ, բան, ասես ձեռ ես առնում։ Ասում եմ չէ, ու այն իրան թված այն Աշոտ Ղազարյանի մի անեկդոտ ունի, կակազովի։ Հա։ Կակազովը վեցում է, ասում է ձեռս առնում, ասում է չէ, իրանց եմ ձեռ առնում։ Այդտենց իրանց թված է որ ասեցի կներեք ուղակի դերասան եմ, իրան թված այդ բան սկսեցի ձեռ առնել։ Դա ոնց որ ինձ համար տենց մեծ բան։ Ասպյուրքին լեզուն իշտե աղվոր գխոսիս Աղվոր գխոսիմ նե գուզես ասեն պարսկա հայրունը կփորձենք գուզես Էնի ուրիշ է Պարսկա հայրունը ուրիշ է Մամայքիչ Ո ձերը չցավա ավելի ման է Մեզ մի սիրիայի ընկեր ունեմ որ ասացի որ իմ պապերը եղել են բան Հալեպից ասացի հետո մենք Հայաստան եկել ենք այս թաղամասում առաջին տունն է եղել, ասեցի հիմա երթասնի Հալեբ առաջին տունը քոնը գլլա։ Սա քանդել են, չէ՞, պատերազմը, ասա հիմա երթասնի մարդ չի գա, ասես երթասնի Հալեբ առաջին տունը քոնը գլլա։ Թարգը տուր դրա։ Էմո ջան ոնց ես։ Խես մոռացի ախպեր։ Ախպեր։ Ինչ կա։ Ես ոյմոն անտես։ Ոմաջամ ոնց է, մոջամ ոնց է։ Ախպեր տեղերով փոխվեք էլի նորմալ։ Հա, դուք հանգիստ նստեք Հա, բարբերաբար։ Աչք կա կպնում է բան։ Չէ, իրականում ինչի Հեսա ես իշնելու են գազդեսնելու մի քնի։ Հետա։ Նոր հայտնի եմ դարել, նոր տենց ես դարել էի դերասան, որտեվ ուզում էի դառնալ, ոչ թե որ հայտնի լինեի ու հայտնիություն եղավ իմ համար թելը անսովոր էր, դիսկոմֆորտ էր, որ ճանաչում են բան տենց հաճելի է, բայց ես չգիտեի որ այդ է դերասան լինել էլի, որ քեզ պետք է համե ճանաչեն սիրեն ու բայց դե դերասան եմ փող չունեմ, տենց ընկերս զանգում է Օշականից, ասում է արի ոբշե մեր տուն, ասում եմ 100 դրամ փող ունեմ ընդամենը, ո՞նց եմ գալի հասնեմ Օշական, ասում ախպեր որ այդ ձեր մոտի տրանսպորտով արի հասի աշտարակի ճանապարհի վրա, դες մարդիկ անցնում են տենց բերում են էլի, տենց կգաս։ Հա, այդ կողմը գնում նստում ես ավտոստոպ։ Հա, գալիս եմ մի հատ հոպ արա գալի կանգնում, ասում եմ, տղա ջան, աշտարակ եմ եթում, ասում եմ, հա, էլի, եթե դժվար չի ձեզ։ Նստում եմ, բան գնում ենք, խոսում ենք, խոսքով ենք ընկնում, այս մարդը ասում է, ախպեր, ստե մի հատ տեղ կա, մտնենք, նոր եթանք, դե ոչ եմ ասելու, չէ, մարդը ինքն է ուղեկցում։ Ասում եմ, իհարկե, հոպա ջան, բան։ Հելում ենք, ուսես ջոբում, սակո սրայի դերն ենք, ինչ որ։ Դες մտել է պանեխիդա այս մարդը։ Ճամփի վրա մտնենք Ճամփի վրա մտել է պանեխիդա պրոստը։ Հետո տենց ես այդպես կանգնած ծխում եմ նոր ճանաչում են հələ բան չի ու ով գալիս է այդ սքոսերա մտնում ինձ տենում է ինձ ացավակ ախպերես ուսետ ուզում են ջոգեն ինչ կապ ունեմ հետները ուսետ շոր մորքուրա գալի տանում է սերիալից ինչ բալես ես գրկում լաց ուսից բան ու ընկերս է զանգում Մապե ուր հասար ասում եմ պանեխիդա եմ նորմալ Ո՞նց է պանեխիդա եմ նոր աշտարակի ճամփին էր ասում հա չի ոչմ պանեխիդա եմ ասում մապե հաց են գուտում արի ու քեզ ենք սպասում ասում անջետ
ու ես մարդուն տես սպասում գնացա նստել անդես ինձ ես հետ այդ ցաղին ցավակցելով աղ Վիշտը ու զանգ գնացում ան գնացում մի զանգի գժվացնում ես ասում չեմ կարող խոսամ պանխի դա աղբեր արա ի ու ես անշնորհքի վրա անջատում եմ մեռախոսը ես մարդը գալիս ասում հա հոպարս ելանք ասում հա Այդ մենք հասնում ենք այդ օշականի խաշում ենք ասում անգեր արանես լավա որ հետս ես մի հատ տեղ կամ մտնենք դեն այնքան որ մի հատ ծիկ եմ անում հելնեմ կագրած դու էլ մահանայես որ յանի շուտ դուս կգամ կփոկվենք Արա այդ մենք այս մարդուն ասում երեխու կնունքը շնորհավոր բանման ու այս մարդը ինձ տենում է սենց անում բարձանանք երեխու մատաղ ուտելու ասում չէ էլի հոպար ջան դե վրազ ենք էլի yani ես էլ այս մարդու ջրաղացին եմ ջուր լցնում որ yani ինձ օգնական է բերե ասում եմ չէ հոպար ջան ինչ մատաղ ուտել մենք այդ հանգ բան ասած իմ մատաղը չես ուտում Արա շատ գժված ասեց որ անկեղծ վախեցա ինձ թվաց անշնորհ շատ անշնորհ բան եմ անում ասի չէ հոպարս իհարկե գալիս եմ ոչ եմ ես այդան հիմա գնացել եմ այսպես մի հատ սեղան եմ միջանցքով գցած Ոչ մեկի չեմ ճանաչում, բայց սա ինչ ճանաչում են։ Բայց այստեղ ինչի է կեբա։ Ման ու դե կոմպլեքսավորում ես համ ուտելուց, համ խմելուց, բայց ուտելուց են մարդը ջղայնացել է, պետք է մատաղը ուտեմ։ Ես սորը մատաղը այսպես ոսկորով այսպես Նայ ոնց եմ ուտում։ Ես ձեր մատաղը նայեք ոնց եմ ուտում, вообще կիկ չկա էլ վրաց։ Ապա բակազացիլնի ես, էլի։ Ու ինքերս զանգում ասում անգեր ուր ասար, ասում ապա չեմ կարող խոսում։ Ուրես մատաղ ուտել։ Ձերս առնում ապեր, ասում հորս արդ մատաղ եմ ուտում։ 10 Չեմ կարող զանգեմ, ասում հոպարը գժված է վրես, որ չպետք է մատաղ ուտեմ, պատնեմ Իրաստան։ Ու սենց էլի ես տես ընկերս հա զանգում, հա ու լինում է առավոտ։ Այսինքն ես ինչ ասեմ։ Աշկերտս բացում եմ հոպարն է ապսի մեջ, Օրա։ Այդ ինձ բերած տաքսու շոֆերն է ընկած աթոռով ու մի հատ անծանոթ, այսինքն էլի ապսի մեջ ընկած է։ Արա ասում էսի հոպարն է, էսի միս հոպարն է։ Արա էսով է։ Մի հատ ծխում եմ բան ընթացքում ասած, ծխում եմ, տնեցիք են այդում գալի բալոտեի բան, շատ նորմալ է։ Այդում գալիս եմ բան, ասած ծխել Այդ կոֆե դի չէ։ Հա, մի հատ կոֆե, այդտենց, հա, որ հարցում եք կոֆե քմեք, ասում եմ Իրանք չգիտեմ ես հա։ Այսպես ոչմ, սենց ծխում եք է ընթացքում։ Այսպես այդ դեմի մարդը սենց անում։ Ջոգեմ ընկերս ում որ բիետ։ Եկելա Դու ինչ ես անում, սերա։ Արա ու այդքան է զանգե, այս մարդը վեկալել է ձեռից, ասել է արիստե։ Ու դե եկել է երեք շետ ընկերս։ Այնքան է խմե հարբել ու սենց էր դեմս քնածար ասել։ Ես ծխելով հանում է գլուխը արասի։ Շատ լավ էր, բայց։ Հա, ուժեղ պատմություն է։ Հեսիլը ձախով էր, բա որ աչով։ Նկարելու պատմություններ եմ, քո պատմությունները։ Ու այդ ընկերոջս ոնց որ հարևանը տեն շատ սիրում էր մեր հավաքույթները, որ կուրսով գալիս էինք, ինքն էր գալի հյուր կամ իրանց տուն էր կանչում, ասենք եթե մնում էին գիշերը, առավոտ կանչում էր իրանց տուն, ոնց այնց անընդհատ ուզում էր տենց իրան դուր էր գալի մեր մտնոլորտը շատ էր դուր գալի ու տենց անընդհատ պատրվակներ էր գտնում բան մի օր տենց զանգել էին մամակո ջան ոնց է ցավոտ անեմ ասում եմ լավ դուք ոնց եք բան օրա մի 10 կիլո ճերմակ աղ ունեմ կարողա գարի մի սառնե գաք 10 պատրվակը 10 կիլո ճերմակ լուրջ ներդրումն է էլի իրականում։ Հա, դու ճերմակը գարը ձեզ գարեմ առը տենց տրանսպորտ ուտելու մնացած կողի բաները զակուսկի խմելիք բան։ Արա բայց այդ պատմությունը իմ համար այդ շատ մեծ ցանկության մասին է, էլի որ անգամ աղը կարելի է սարքել ճերմակ ու պատրվակ սարքել, որ 10 կիլո ճերմակ աղ ունեմ ու անկեղծ գարի միս առանք գնացինք, որտեղ Էս ստացվել է մա։ Հա, որովհետև իրոք հավատալու է, որ չի գտել ուրիշ պատրվակ։ Այդ սենց եմ կարում հրավիրեմ ախպեր։ Ճերմակ աղ կա, գալիս եք։ Հա, գալիս եք։ Գնացինք, մարդը անկեղծ կարող է։ Դե ես հելն եմ աղը մի հատ բացեմ, բան, թարմացնեն։ Հա, մարդը կարող է գար ունենա, այդքան սրտով չհրավիրի ուտելու, բայց մարդը չունի, բայց զգում ես որ ուզում է հրավիրի, ու տենց գնացինք, շատ լավ անցավ։ Մեր շատ սիրելի ընկերներից մեկ իմ անունը, բայց սա ճանաչում եք, ասում է զանգում ասենք քեզ, ասում է ապեր
մի 10 շիշ պիվա վեկալ, արի տունը զակուսկի կա, չիպսա, ասма, ռակա, էսայնա, կռաբա, ասma, ամեն ինչ կա։ Արի 10 շիշ վեկալ, ասma, մի կես ժամ, մի ժամից մեր տուն էր, հետո զանգում է Էմիլին, ասma, եմ ջան, 10 շիշ պիվա կա տունը, ասma։ Այն զակուսկի ռակա է, չիպսա, բանա վեկալ, արի ինքն էլ գալիս է, ինքը ուտում է, էլի արանքում ինքը։ Էնի բերում է, ինքն նստում ուտում է, էլի օգտվում է։ Ահա, էլի ահա, միսը բանը վեկալ է, եկեք տղերք ջան։ Ես եմ տենց ընկեր սխալ ֆուտբոլ նայող ընկերներն էլ ասում ախպեր դու ունես գալիս եմ դե հեսա մոշում ինչ բերեմ ասում դե ֆուտբոլի համար ասում սո պիվա ու բզբզալի ասում հա երթում եմ գալիս ասում սունկեքով բան որ ասում այսքան ինչ ծախսես տեսե ուսեն հանում եմ սունկից ես մի բաժա մի շիշ պիվա եմ հանում բան ու մենակ չիպս եմ հանում անիմաս լիքը բան ասում ես ինչ ասում դե պիվա ու բզբզալի ասում մի հատ պիվա ես բերեն ընդամենը 3 տոպրակ չիպս ու ես իմիջն զրթիկ ջերկի մերկի Ոնց իր համար էլի նորմալ է, էլի։ Սաղ բզբզալիկ է, Սաղ բզբզալիկ է, երբեք սա մի շիշ պիվա բերում ընդամենը, ինքն չի խմում պիվա, բայց բզբզալիկից ինքը օգտվում է։ Մի շիշից պիվա բերում, ու տենց ինքը նստող բզբզալիկով ֆուտբոլ է նայում։ Այդ որ ասեց սխալ ֆուտբոլ նայող, ես սխալ ֆուտբոլ նայողներից չեմպիոնն եմ։ Ես ու Հրաչիկը մեր աշխարհը չգիտեմ ինչ խաղեր ա գնում, այդ կարգի չգիտեմ, էլի ֆուտբոլը։ Հիմա այն կարգի չգիտի, որ հենց հիմա աշխարհի խաղեր ա գնում։ Այդ էլ չգիտեմ։ Ես իմ պատմություն եմ պատմում, բայց պետք է հիշեք, էլի։ Ոնց հորսը։ Քեզնից իմացա, որ աշխարհի խաղերն են։ Հա, չէ, ես գիտեմ, որտեղ 100 տուն գնում եմ, 100 ֆուտբոլն է։ Ես էլ չգիտեի։ Լսի, ուրեմն բանը Զիդանը որ մի հատ տղու գլխով մատառացին որ այդ խաղը տես ոնց է եղել։ Դրա առաջի օրը Հրաչիկն էլ է իմ նման ֆուտբոլից հեռու մարդիկ ենք մենք գիտենք որ ինչ որ տես լուրջ խաղ է ինչ որ տես սաղ ֆուտբոլից են խոսում ասի հերքել եթանք միտեղ նայենք այդ ֆուտբոլը վաղը խոսալու թեմայի մեջ լինենք էլի ինչ որ մի ձևով մասնակից դառնանք որոշեցինք բան տենց գնացինք ուր գնում ենք սաղ տեղերը զբաղված են նստած են մարդիկ սրճարանները պիվնուշկեք բաման տելևիզորով ֆուտբոլ են նայում տեղ չկա Եկանք հասանք Պարոնյան թատրոնի դեմը, տեղ կար պարկինգը ու սրճարանա բան, պրոյեկտորով ֆուտբոլ ա գնում, տեսանք ընդեղ էլ տեղ չկա, ասինք դե ստրանից լավ տեղ էլի ավտոյի մեջ նստել ենք հենա, կոմֆորտ բան, պիվա բան, ինչ ա պետք, ֆուտբոլի համար ինչ ա, էդ էլ չգիտենք։ Տենց ինչ ասի կոֆեով ա, չայով ա։ Բերեցինք ու նայում ենք այդ ֆուտբոլը, նայեցինք, բան անհետաքրքիր, մեր համար անհետաքրքիր բան ա։ Հաջորդ օրը ամբողջ մեդիան լուրերով այդ սպորտային բաժիններով այդ կադրերն է ցույց տալի որ Զիդանը գալիս է այդ մարդուն խփում է անգնում հա ես մտածում եմ ասում այդքան չենք խմել էլի տենց մի շիշ այնքան որ այդ սիմվոլիկայի համար էլի բայց հիշում եմ որ այս կողմից եկավ այն մարդ խփեց զանգում եմ Հրաչիկին բա պարզվում է մենք պրոյեկտորի հետևից ենք նայել Արա 90 րոպե ֆուտբոլ ենք նայ, այնքան չենք հասկանում ֆուտբոլ, ծիտր չենք կարդում ովքեր են, որ տարերը գոնե էլի։ Թարս կողմից եք նայ Թարս 90 րոպե ֆուտբոլ ենք։ Արա շատ պետք է բայց սպորտի մասին։ Չունենաս այդ ինչա, ասենք մի խոսքի Կորլինգը դա, պետք է Արա շատ պետք է չիմանաս ինչա, որ խոսքի հակառակ կողմից նայես, քեզ տվա մոնդը։ Ես էլի նայում եմ։ Ու եթե այդ դեպքը չլներ լուրերով այդ ամեն ինչը ցույց տային, մենք Դուք իմանաք, հա, մի անգամ նայել եմ, նորմալ հա։ Դու կմտածեր մի անգամ հա նայեցիք ֆուտբոլ, հա։ Բայց չի ճոգում որ Սաղենյանն են նստած խոսքի ձեր մոտ մարդ չկա Վաճի չենք վայմել, մենք այդպես բան ենք արել, որ ես ինչ լավ տեղ ենք, խանգարող էլ չկա, ավտոները նենց հարմար տեղ է, նենց հարմար տեղ են կանգնել։ Սաղենյանն են լավ։ Սա մեր դեմն է։ Բայց հիմա չգիտեմ ես երբ է եթեր թելու, բայց դու անկեղծ չգիտեր որ հիմա աշխարհի խաղերը սկսել է։ Անկեղծորեն Ես գիտեի, բայց ես չէ Ասում չգիտեք որ Կաբո Վերդեն խմբային փուլից դուրս է եկել։ իսկ Կաբո Վերդեն Կաբո Վերդեն պետություն։ Ես ու Կաբո Վերդեն պետություն է։ Ասեք որ բայց ասեք որ դուք եք այդ պետության մասին այս տարի իմացել։ Էս երբեմն ոչ մեկ չգիտեր այդ Ասեմ պետության ավելի մասին։ իր վրա տարը։ Ինքը Աֆրիկա, այսի Աֆրիկան է։ Այստեղ ինչ որ մի հատ տենց պետություն է 500,000 բնակչությամբ։ Ահա։ Հերիք չի անցել աշխարհի առաջնության խմբային փուլ, ընկել է Իսպանիայի հետ, Իսպանիան նոշում 37-40 հատ հարված անում, այնքան սեյվ անում, որ այդ տղեն ուներ ընդամենը 42,000 հետևորդ։ Խաղից հետո իրան լրագրողը հենց խաղը վերջանում այդ առաջի խաղն է։ Ցույց են տալիս արդեն 2 միլիոն է հետևորդները, այս պահին 18 միլիոն է։ Ու իրանք ոչ միայն Ուրուգվային ու ելով էր Իսպանիայի հետ։ Ուրուգվայի
Իսպանիա, Արաբական Capo երկիր Verde, Կապո Վերդե մի հատ տենց արաբական պետություն էր։ Ուրուգվային թռցնում են։ Այդ արաբական պետությանը ոչմ թռցնում են, Իսպանիայի հետ դուրս են գալիս, հիմա Արգենտինայի հետ են։ Հա իրանք էլ Այսինքն կան։ այդքան արդեն գնացել է։ Հա, խմբային փուլից դուրս են Մի եկել։ ժորտ, այսինքն այդքան գնացել է, որ այդ խմբային բաներն էլ եղել է, ինչ որ արդեն մեկ Եղել է, հիմա մի հատ էլ Ուրուգվային թռցրել է ու այդ Սաուդյան Արաբիային ու հիմա դուրս է եկել 1/16-րդ ու Արգենտինայի հետ է։ Ինչքան չգիտեմ, որ այդքան գնացել է, որ вообще խաբար չեմ։ Ասեք, դաժե երթվում, դաժե իրանք խաբար չեն, այդ մարդու արձանը դրեն։ Իրանք էլ 40 տարեկան այդ ֆուտբոլիստը, այն որ այդ տենց, այն որ հիմա ոչնա կանչեն ինչ որ մի հատ այդ վրատարը, էլի շատ լավ վրատար է, բայց նորը մի Կապո Վերդե հելավ տենց բացայտով որ լավ վրատար ա եղել, չեն իմացել ոչ մեկ, բայց ուշում ինձ թվում է մեռնում է հեսա։ Երկրի պրեզիդենտ կընտրեն այդ։ Հա, լուրջ այդ տենց է։ 500,000 Հա, եթե 500,000 բնակչությամբ Ինքը երկիր է, 500,000 արդեն 18 միլիոն հետևորդ ունի, անկես որ հիմա Լյուբոյ բան ասի, ես է կընտրեմ։ հա կընտրեն էլի։ Ստե դնի ես է կընտրեմ։ Կընտրվի է։ Ժողովրդին սեյվ կան, էլ։ Հա, ածականն է տատի է։ Տատի Երկու վերցեք է, կամ իր անունը Ոժնյա, տենց ինչ որ թարգմանաբար տատի է նշանակում, բայց տենց մի քանի տենց աղբյուրով նայել եմ, որ ասում են Այսինքն թարգմանապարը նշանակում տատի։ Տատի, մի քանի աղբյուրով են նայել եմ, որ ասում են, որ փոքր ժամանակ ինքնապաշտպանողական տենց թույլ երեխա եղել ու հենց իրան նեղացրել են, լացելով գնացել է, ասել են էթումա տատին խաբար տա։ Տատի։ Հա, ու տես տատի է մնացել ու հիմա տենց ծոր հակասությունները, որ Յամալը տատիկին այդ ռեակցիայից է սկսել ուժեղ պահել, էլի։ որ տիպը Յամին Յամալը տատիկին չկարացավ գոլ խփի ու հիմա Մեսին որպես պապիկ հիմա տենց Հետաքրքիր է այս խաղան ինչ ազգ են Յամին Յամալ պետության։ Լամին արա դե հիմա Յամի Դուք իմանաս, մեկ ինչ ազգ են։ Չգիտեմ, Կապո Վերդեն դե Աֆրիկայի կողմն Աֆրիկային են մոտիկ երևի աֆրիկացի էլի տենց որտեղ հիմնականում սևամորտներ են բայց այդ երկրը իսկ Կյուրասաուն անց Կյուրասաուն, չէ, Գիտեք այդ Կյուրասաուն պետության մասին Կրուասանի նման։ Չէ, գնում եմ ֆուտբոլ նայելս վերջերս Գերմանիա Կյուրասաու։ Կյուրասաու, հա։ Աշխարհ Իտալիան իմիջիալոց այս երրորդ տարինա չի մասնակցում աշխարհի։ Դեդեցի ոնց էր սիրելի սպորտ հաղորդում դառավ։ Որ հաղորդում դարավ, դե բայց թող մարդիկ չիմանան, Իմանանք շատ։ չգիտեն որ Դիքը մարդ չգիտի որ Կյուրասաու պետություն կա կամ Կաբո Վերդե պետություն կա։ Լավ սովետական դպրոցը չգիտեր այդ երկրների մասին, մեզի դաս չտվեց դպրոցը։ Էսի ժամանակակից աշխարհն էլ ապշած հիմա Կյուրասաուի ու Կաբո Վերդեի վրա։ Իտալիան չկա։ Իտալիան 3 տարիա չի մասնակցում, բայց Կյուրա ասենք տենց ֆուտբոլային ֆուտբոլային երկիրը։ Այս երրորդ աշխարհի առաջնությանը չի մասնակցում։ Ես մենակ խմիչքը գիտեմ, բլու կուրասաու բանը։ Բլու կուրասա։ Դրա հետ կապված է։ Չէ, դա կոկտեյլի հետ է կապված։ Իսկ դու միջևս լսել ես գոնե կոկտեյլով այդ բառը լսել ես։ Կոկտեյլով էի լսել, հա։ Գոնե կոկտեյլով մենք միացնում ենք տելևիզորը, թե բա Չէ, ես գիտեի որ աշխարհի խաղերն է, բայց վայես վաբշ չեմ նայում։ Հա դու չկաս դու։ Բայց Չէ, ստացի բայց մենք իրար գիտեի։ ֆուտբոլ նայել ենք։ Լուրջ ես ասում, որ 2022 թվականի աշխարհի առաջնության ֆինալ։ լուրջ ես ասում դով ես։ հա, ձև է, երբ Ֆրանսիա, Արգենտինա։ Չոմ տեսեք, մարդիկ որ ֆուտբոլով հետաքրքրվում են, անգամ պատահականության սկզբունքով աշխարհի խաղերը նայում են ինչ որ Արա մենք քիչ ենք նայում այդ բանը։ Ես պատահականության սկզբունքով 100-ից մեկ-մեկ նայեմ։ Հա։ Բայց մեկ է 90 րոպեից հետո ասում եմ մերոնք որոնք էին։ Դեն ռուսիկավորներն էին։ Ո՞ւմ բդի Արա լավ ռուսիա Կողքին չգիտես, ասես ուռա թե չէ, էլի, կարող է կողքին ասու ինչ ուռա բան, էլի։ Ես մի անգամ թատրոնում, երբ որ թատրոնում բանվոր էի աշխատում, իմ ընկերներից մեկը տենց շատ լուրջ թերթ է կարդում։ Էլի ինպես բանվոր է, բայց ինքը ոնց որ ես դերասան էի ու տենց բանվոր եմ դեր, իսկ իր համար ինքը պրոստը տենց աշխատում է։ Սենց թերթ է կարդում ու տենց անցնում եմ, դե նորմալ է որ մարդը թերթ է կարդում։ Սենց հա անցնում գնում եմ, մեկը սենց նստել եմ ծխելու, մեկը տենց թերթին է աշկս ընկնում։ Էդի մոտավորապես 18 թիվն է, դե նայում եմ 12 թվի թերթ է կարդում։ Ահա։ Ասում ախպեր, էս ինչ նորություններ ես կա։ Էս ինչ հանություն ես կարդում ախպեր։ Ասած փագես թերթը, ասած լսի տեղա ջան։ Այդ ձեր թատրոնն է, որ անընդհատ ամեն օր նույն բանը հերթական անգամ անում եք։ Սա ֆուտբոլ է, սա ամեն օր նոր ներկայացում է, նոր էմոցիա է։ Օսի։
Հոլոսարով տեղավորվա։ Երթվում, տենց որ իրոք ֆուտբոլը տենց է ամեն օր նույն թիմն է, նույն բանը, բայց ամեն օր նոր բան են կերտում, ոչ թե թատրոնի նման նույն ներկայացումը, նույն էմոցիայով խաղում գնում են, ասի ես всё ֆուտբոլի մասին փոխվա պատկերացում ես, ոնց ասես տենց է։ Շատ էլի բացեց, էլի բացեց, էլի սավ կարտա իր 12 տվի նորությունները 5 տարի առաջ։ Տղերք, հիմա ինչ որ կոնկրետ թատրոնում աշխատում եք, կոնկրետ թատրոն, կոնկրետ ներկայացում։ Ես չէ, բայց Ես, այո, Որ թատրոնում։ Պարոնյան թատրոնում։ Պարոնյան արդեն 5 տարի արդեն ընդեղ եմ։ Հա, ցավն է նա, որ մենք չենք հասցնում գնանք ներկայացում, նայենք դրա չէ, ցավն է նա, որ ինքն է թատրոնում, ոչ թե ես։ Դրա համար չգիտենք էլի որ ինչ նոր բան կա։ Չնայած պարտաճանաչ հեռուստատեսությամբ, որ այդ բոլոր թատրոնների ռեպերտուարները բան են անում, ասում են միշտ պարտաճանաչ նայում եմ, տեսնեմ որ թատրոնում ինչ նոր բան են անում։ Վերջերս ունեցել ենք պրեմիերա, Զուլալի, Հա։ Նարինե Աբգարյան գրողն է։ Հա։ Փոքր դահլիճում Պարոնյանի, կարող եք նաև տեղյակ չեք, Պարոնյանը ունի Մի նաև փոքր դահլիճ, դա ես գիտեմ, դա վաղուց։ Երվանդ Ղազարյան թատերասրահը, հա, այնտեղ այդ բեմադրությունը։ Ու նաև պատրաստում ենք պուկ-տիպուկ։ Պուկ-տիպուկ ներկայացման։ Փորձերը շատ լավ ընթանում են։ Փորձերը, այո, ներկայացումը կարելի ասել, եթե մեզ տենց վերևներից լսում են, արդեն տենց ոնց ասում են կմախքը հավաքվել է։ Ունես լավ է ման։ Հա, բայց իրականում այո, եկեք մի հատ էլ խոսանք պուկ։ Սունդուկյան թատրոնում է լինելու ներկայացումը։ Սունդուկյան թատրոնում սպասվում է պուկ-տիպուկ ներկայացումը, որտեղ երեխաները կարող են առերեսվել իրանց սիրած հերոսների հետ, մասնակցել, մասնիկը կազմեն, որտեղ ներկայացումը նաև ինտերակտիվ է, հա, երեխաների, հա, ու լավ սիրուն օր ունեն։ հա, ներկայացումը կառուցվում է, կարելի ասել նաև երեխաների օգնությամբ իրանք մասնակցություն են ունենում ու ոնց որ մասնիկն են կազմում այդ տարվա հեքիաթի հանդիսատեսը երեխեքը որ տարիքից է։ Այն տարիքից, երբ որ եթե երեխայի ականջին արդեն հաճելի է, եթե իրանք ուղակի միացնում են երբ որ երեխան դեռ փոքր է, լսում է, ճանաչում է, որովհետև հիմա ես իմ շրջապատով եմ ասում, կա 10 տարեկան երեխա, որի համար ինձ խնդրել են տոմս, կա երեխա, որ 2 տարեկան է, կա որ 5 տարեկան է, հա, որովհետև երեխան լսողականով տենց վիզուալացնում է դեռ պատկերը, ձայնը լսում է, իրան հաճելի է, համ ասում եմ 2 տարեկան երեխայի համար են ասել, համ 10 համ էլ մարդ կա, որ տենց մեծ մարդ է, ինքը սիրում է, ու հիմա մեկ պատմություն պատմեմ, էսի չգիտեմ։ Կներես էլի, դու ինչ ես խաղում այդտեղ։ Որտեղ։ Բանում պուկ-տիպուկը։ Պուկ։ Մենք որ չարուկից ենք անդադար։ Հիմա լսեք։ Իմանանք որ Արմանն պուկ։ Հիմա էսի չգիտեմ, էսի ամեն դեպքում այս ումից որ պատմում եմ, իրան կհարցնեք նոր կթողեք, էլի։ Վստահ եմ ճանաչում եք։ Գնացել ենք հարսանիք, նստած ենք, ես եմ ու Արմեն Սողոյանն։ Արմեն Սողոյանն գիտեք, որ միշտ բարևելուց ծխում է ձեռը, դա որ տիպը եթե չես նկատում որ ուժեղ եմ զգա։ Տապում է պրոստը։ Միտեղ ձեռ ցավաս։ Հա, խոսք ասես նստած ենք բան տենց հարսանիքի տենց խմում ենք ոբշում, կենաց ենք խմում, բզում է, տենց ասում մի ասում իմ քեֆ ենք անում բան տենց ոբշում։ Հա, լավ։ Բզում է ոբշում միամ։ Ասում եմ, դու ուժեղ ես, ես այդքան ուժեղ չեմ։ Մի խփի ինձ խոսքի։ Ես կրված եմ, բան, ու տես նկարումների ժամանակ մի շատ թուլիկ տղա, երբ որ Արմեն Սողոյանը ասեց, բերեց որ խփի սենց այց։ Հույա։ Յանի բլոկ դրեց։ Չարտել է, կիսել է։ Դու մեռար։ Ես ասի հերբից ես այսպես նստում եմ նայեմ, ոտես ճմրթես քարկապ գցեց ու հիմա չգիտեմ ուր այդ տղան։ Կարող անդե է, հələ չի կարող կանվի։ Ու տես նստած ենք բան, տենց խմում ենք ու տենց բանը, մեկը թափ թփենք, հավաքենք։ Ասում, օրես ինչ ոտ եմ ես, սուրուց եք այսօր։ Պուկ-տիպուկի երգն է, էլի։ Այլ պուկ-տիպուկի երգերից է։ Ուսած ասում դերևի ճիշտ ասում, որ պետք չի խմել, էլի բան։ Տենց ոբշեմ, ես բաժակն ենք լսում, ես լսնելու ես ճճլոցի հետ ընթացում, թափ թփենք, Սոլով ես շատ վատ եմ։ Ես ասում եմ, կող Սողոյան Արմենը։ Թփենք, հավա։ Արա ինքնան։ Որտե՞ղ ես գիտես դու այդ եկը։ Ոմնը սիրած ես երկրից, ես լսում եմ։
Օ երբեք եմ աշխարհի ամենաանսպասելի մարդը, որ կարող երկը տենց 20 կիլո քաշի մեջ, Արա այդ մեծության մեջ, այդ իր ուժեղության մեջ, որ այդ մանկական երգը գիտի անգիր, ու ասում եմ իմ սիրած երգից է։ Հավաքեք։ Ասում եմ, էսի օսի ում պատմեմ, չի հավատա, հիմա ձեզ եմ պատմում։ Ձեր հրամանատարն է եղել։ Ընդեղ կամել ինքը տենց ոնց որ նախագծի այդ արմատներով գնացել է, քանի որ նույն մարդն է, ստեղծողը տենց արունը քաշելա սիրտը կապել է, էլի։ չէ, ինձ թվում է ինձ կոնկրետ նստել նայել է, Բայց սիրում է ինքը։ ես հավատացի, հեքիաթ բան։ Դե կարան է։ Բայց իրականում ինչքան էլ որ անսպասելի է, բայց տենց երբ որ ջոգում ես որ մեծերին էլ է գրավում, այդ մեծերն էլ են սիրում ու այն մեծերը որ դու վիզուալ նայում ես, կյանքում չես մտածի որ այս մարդը անհնար է այս երգը երգի, բայց երգի բառերը գիտի ու իրեն դուր է գալի, ոնց որ այդ էլ որպես այդ նախագծի ներկայացուցիչ, նախագծի մասնիկ քեզ լավ ես զգում, վստահ եմ դու գիտեք որ այդ ինչ բան է որ ինչ որ լավ պրոյեկտի մասնակից լինել է, մասնիկ լինել է, հիմա մեր մոտ էլ ոնց որ այդ է, որ համ երեխաները, համ ծնողները, համ էլ այնց մարդիկ, որ տենց մեր ընկերներն անհավանական, որ չես մտածում, որ կիմանա, գիտի, տենց հաճելի է, էլի։ Քրիստ Մանայանի բանը հիշեցի, փոքրիկներ եւ մեծիկներ։ Մոխը եւ դմբլդոխը։ Այդ է շատ։ Մկոն եւ դմբլդոխ։ Մոխը եւ Մկոն եւ Սիմիկյան դմբլդոխ։ Այս է բանը էլի, որ նախակի մա պետք է ասել Ջորջյան, ես էլ եմ այդ պրոյեկտի մասնակից, պրոստը մկոն ես չթողեցա, ես էլ շարություն ունեմ ընդհանրապես, չէ՞։ Ես հարկը բզբզում եմ ինֆորմացիա կրազմիշլեին էլի։ Քեզ չէ։ Հանդիսացություն։ Արման ինչ է։ Սիմիկյան։ Սիմիկյանը ով Պուկի դերակատարն է, Մանեն ով Տիպուկի դերակատարն է, Մարտինը Արչուլինոն, Ալինան եւ Մաշը մեր հավիկներն են, իսկ Թիթին թող մնա անակնկալ։ Այո, Թիթին էլ մեր համարը։ Էսի եղավ որ ասում է я хочу передать привет, չէ, բոլոչուզեսի ժամանակ այդ բոլորին բարևներ ու մանունները որ հնչեցի։ Թիթին էլ ասենք որ Աննան, Դալիթան եւ Էլի Ալինան բոլորին ջեր բարևներ, իրանք մասնիկն են ու մեր դիմահարդարներից նաեւ ուզում ենք շնորհակալ լինենք, որովհետեւ անկեղծ շատ դժվար աշխատանք է։ Ուղղակի ինչ որ մի իրադարձության գնալուց առաջ մոտ 3 ժամ առաջ գնում ենք, որպեսզի գրիմը այդ ամենը։ Ասենք այո, եթե սյոնկեն գնում ենք ժամը 8-ին, եթե նկարահանման ենք, ռեքը տրվում է 12-ից ոչ շուտ։ Այսինքն Արման քոնն էլ է տենց ծանր գրիմ։ Բոլորինն է ծանր գրիմ, որտեվ բոլորինը հավաքվում է քիթ, դեմքին եւ այլն, հա, մի քիչ։ Ես մտածում էի, որ մենակ ինձ ինքն էլ հարամել է այդ սաղ, որ ասել է ճանաչի, այդպես գնացել է, էլի։ Ինձ էլ շատ մեծ բարիկա ոզնի, որ ասես փշեր մինչեւ այս սենց հասնում է, շատ ծանր, մի քիչ գլուխս չեմ կարում ընթացքում տեն շատ օգտագործեմ։ Համ հագուստն է դժվար, համ այդ գրիմն է դժվար, համ այդ հագուստով է դժվար, համ էլ այդքան հետում ենք պրոդյուսեր։ Ու հիմա ճիշտ ասած մեր համար էլ մի քիչ իստում է բարդ լինելու այդ ամեն ինչը ներկայացում խաղալը տենց, որովհետև օրինակ ասենց ասեմ, եթե մի ամիտ մեկի ձեռքը կապավ մյուսի քթին, всё։ Դնես չի որ կարամ վերցնեմ, հետ կպցնեմ, չէ։ Այդ շատ այս պահը չի լինի, բերեք երեխեքին, որ քիթը ընկնի, խփենք կգնաք ուլիս, քիթը հետ կդնի կգա։ Չէ, կիքսեր կլինի, վստահ եմ որ մեծ կիքսեր չեն լինի բան, որ ասում բայց բարդ է։ անելանելի, բայց Հիմա որ մկոյի քիթը ընկնի, մեծ կիքս չի լինի։ Քիթը որոնք вообще բան չկա, որ դաշը գրիմի օր ասում, արի քո քիթն անեմ, ասում ես մի անես։ Շատն չեն ջոգինգելա, թե չի։ Հա, տենց իմ հետ բան չի պրոբլեմ։ Ացեպեր Ու նախագծից հետո սպասվում է, որ մեր պրոդյուսերը կծախի մեզ, որտեվ ստրուկներին ոնց որ ծախում են, չեն բանում։ նորմալ Այսինքն ուրիշ գործի չեն գնալու, հուսան կծախի, լավ տեղ կծախի։ Գոնե կապո վերդե ծախի։ Կապո վերդե ծախի։ Հիմա դերից համեստ ցանում, ինչ ես խոսում։
Լրիվ մտածում են ես չէ՞ թե Սախել է պետք է։ ստրկատիրական հասարակարգի մեջ են աշխատում։ Հələ ձեզնից սապոն եմ սարքել։ Ասում եկել իր տանջելու լավագույն ձևով։ Ասեմ ավելի սարքել է։ Հա, Սեկտոր պրիզնա բարաբալի։ գողցած դիպես քշում է, էլի, կանիկա պասիլ։ Դա էսա։ Չխնդած Էմիլ։ Ուրեմն լուրջ է դրա Ուրեմն համար։ շատ լուրջ է։ Օ, Բայց շատ լուրջ բան է լինելու էս։ Okay։ Շատ լավն է։ Հա։ Նայ, շատ սիրուն ասում։ Հա։ Հա, ինչ է Խզարյոնս։ ասում, молодец։ Молодец։ Նույն ձևերով։ Հարա։ Դա։ Այս որ մի հատ բան ասեմ, էսա։ Հա։ Ահա, էսա։ Հա, հա։ Հա, թույն։ Նայ։ Հեսա նայ ոնց Նայ, չասնելու։ նայ, Ոնց չասնելու հեսա տալու եմ։ Չէ, կոյետ չեմ։ Նայ։ Գնա մերի արի սիրել։ Հա, շատ լավ, լավ։ Դա։ Իրոք է մեր թռա։ Ինչ է կատարվում այդտեղ։ Արդեն լավ չի։ Անհնար։ Ես նայ չեմ հասկար։ Ու ունես լավ որ չեմ հասկանում։ Ուզում եմ միշտ անես էդի։ Ահա։ Ահա։ Ինչ է դա։ Ինստитуция ուրիշ բառ ցույց տալու։ Ինչ է։ Մեկը դու հասկանաս որ այդպես մի չհասկանամ, սա վերջում մայատնիկի տոլկի յանը ասել։ Ահա։ Հա, օքեյ։ Արա, դիշտերյուկ արեց։ Այդ դիշտերյուկը, այսի առաջի անգամ է խոհանոցում այս տերյուկը։ Բայց ես էլ պետք է տերյուկ։ Արա տերուկը ձեն է բերում ապե։ Ինչ է դա բայց։ Միասին եմ։ Էլի հա։ Ահա։ Ոչ լուրջ շարժումներ են դա։ Ահա։ Ինչ է։ Ահա, հա։ Ոչ նե, հա, քիչ Ես որ։ քանի անգամ։ Հասկացել ես։ Նույն կոնցեպտով։ Սկիզբը ջոգի, բայց Այն որ տենց դաժե խփելուց։ Հա, Ահա, հա։ եկել է։ Ահա, всё։ Էլի ես կրվում եմ, հա։ Հայ, անջա, շատ հեշտ։ Ֆույ, դիչ։ Դու մե Նայ, նայ։ ես Չկայլի խոսա, նայ, ձեներան։
Գևը բայց գեշ մերը կլինի։ Որսով կրվա էլի։ Չէ, չես կրվում։ Նայ, ճիշտ է կարա գրում եմ, նայ։ Յոթ միկրոֆոնս։ Դու, հա, Ես ուժեղ եմ։ Վայ, նորսա, կդի մի հատ որպես չարուկ ցույց տա։ Մի վարկան։ Պուկ։ Նայից, առանց եղարվեն։ Ես։ Փրկարար։ Նայ, տարար բառը։ Առաջին։ Այս գնաց քանի դուբլ եմ բռնել։ Ապե բար գուշակի արմ, նայ, այս սկիզբը։ Այ։ Բանը։ Ինչ ահմիասա։ Մահացած մարդ։ Մահաց։ Նայ, դե սկիզբը նայ, ասում է Ես։ Մահաց։ Մահացած։ Դու։ Ինքը։ Էսրա ինչն է ինքը։ Այ Արա դե սենց ես ցույց տալիս փոքր։ Մեզ մեռնեմ քո ջանի։ Հա, всё։ Բայց մի րոպե։ Ուրեմն գիտեք ես ոնց եմ հասկացել։ Սիտոգում չէի հասկացել։ Այդ 4-ը դուբլ որ մեռավ ընկավ ջանից, վերջինում սենց արեց։ Ջանի։ Եկանք բան, ու եկեք է։ Որ վերջում մեզանից պիտի։ Եկանք դատարկ մենք ճիշտ ասած դատարկ 0-ով չենք ուզում գնանք։ Դու ճիշտ եք արել։ Սկոնախ բջան։ Ես էլ կորնա մեր գործընկերոջ կողմից պատկերացրեք ձեզ ձեր պրոդյուսերը տարել է վերջում սապոն ասակի։ Ինչ ասեմ։ Տեսար։ նայեք։ Ադե սապ։ Հենա տես ոզնին։ Բայց իմը ոզնիա։ Իմը ոզնիա։ Դե չարուկ չի եղել իմ այս պահին։ Հա, իմն էլ ինձ է շատ նման ռաբաստակ, տեսակ։ Այս չարուկի ներաշխարն է եւի մեր պրոդյուսերը բանարել, որովհետեւ մեր չարուկը ոչ թե չար բաներ անում, այլ մանկական չարություններ, ոչ թե չարա։ Չէ, մենք սիրեցինք չարոքին, մենք ուզում ենք նայենք։ Ես կարող Ոսի ո՞նց եմ լվացվելու։ Հենց տուփով սենց տուփով սենց զանում սենց։ Սուպերա օճառից։ Ինչ կա օճառը։ Բայց իրականում ինչ կա օճառը, բացի տուփից էլ իհարկե։ Տղեկ ջան, մեր գործընկերոջ Սարլի կողմից պատրաստված էս օճառները ես մեծ հույս ունեմ, որ չեք օգտագործի, կպահեք որպես սիրում նվեր։ Ուզում ենք ձեզ մաղթենք հաջողություն, պրեմիերային ինչ են ասում, որ տենց որ ոնց են ասում։ Վերջում են ասում։ Վերջում է։ Երբ որ արդեն պրեմիերան եղած է։ Ամփորձած առանց միջադեպի։ Բայց եկեք գնանք պրեմիերան նայենք, վերջում էլ նորմալ շնորհավորենք։ Էդ էլ կան, էդ էլ։ Ահա, մենք ձեզ Դու վերցնում ես քո աղջիկներին, ես վերցնում եմ Մարկին ու չարուկներին դու չես վերցնում ոչ մեկին մենակով ես գալի որտեվ չարուկին որտեվ տեղեքը արդեն լուրջ տեղեր են գնում էլի մենակ դու ես մեկը գնում ենք հեքիաթ նայելու շատ սխալ կընկալում։ Իսկ ես ամուսնացած չես ուզում եմ ասեի մի հատ ծնողներից կարող ասես պրոստը քարս նայեն ասեն ինչ եղավ ինչ եղավ ինչ է եղել բան դրա համար որտեվ Արտեմի հետ նոր հորոխբերես եկա բողոքեց ամուսնանալու հետ կապված բայց լավ բողոք է տարի ունենք դե արասոն դե շուտ ամուսնանալը ո՞րն է արա ոնց որ քեֆի կեսի թեթաս տուն արա քեֆի կեսի թեթաս տուն շատ լավ ավարտություններ Падամամ всё տղեկ падամամ դες հաջողություն դες ստեղծագործական հաջողություններ եւ ոչ միայն ստեղծագործական տղերք իրականում շատ մեծ հաջողություններ այսօր մենք շատ տպավորիչ սիրուն հաղորդում ունեցանք ապրեք շնորհակալ ենք մենք ենք շնորհակալ ձեր խոհանոցում լինելու ու ամենակարևորը որ ձեր խոհանոցից վատ հոտ չի գալիս այ տեսար ինչ լավն է մենք հանդիպենք աստված գիտի ես իմ հետ բայց շուտով Պետք է անտարդ Եկավանությունները գրեք կանչեն